շատ փուչիկներ, թիթիզ շորիկներ, գունագեղ տորտ, տասնյակ փոքրիկներ։ Մոտենում է ձեր երեխայի ծննդյան տոնը ու դուք մտածում եք, ինչպես այն դարձնել անմոռանալի։ Նույն հարցն էր 1 ամիս շարունակ տանջում ռեժիսոր եւ դերասանուհի Լիլի Էլբակյանին, ում դստրիկի 1 տարեկանը բոլորեց օրերս։ Ամեն ինչում ինքնատիպ Լիլին տոնին պատրաստվել էր հիմնավորապես ու պատրաստ է մի քանի խորհուրդ տալ այն մասին, թե ինչպես կարելի է անմոռանալի ծննդյան տոն կազմակերպել։ Լինում է, չի լինում մի արքայադուստր է լինում, այս արքայադուստրը շատ թիթիզ է լինում, պատահական չէ, որ այսօր նա այսպես պճնվել է, սեփական ծննդյան տոնին անխոս պետք է անկրկնելի լինել, արքայադստեր մայրիկը թերևս հենց դրանից էլ սկսել էր դստեր ծննդյան տոնակատարության նախապատրաստական աշխատանքները, ինչ է գրելու Էլմիրան, հարց, որը հանգիստ չթողեց Լիլիին, մինչև վերջինս չգտավ իր փնտրածը։ Սա իմ առաջի տարին է, իմ առաջի բալիկն է, ու առաջի փորձն է ծնունդի, բայց ես փորձել եմ անել ամեն ինչ, որ իրան լինի ուրախ ու հաճելի, շատ վաղուց արդեն մի ամիս առաջ իրան գնել եմ շորիկներ, շատ երկար ման եմ եկել տարբեր խանութներում, այս այդ շորիկը չի, որ ինքը հագնելու է ծնունդին, այս ձեր համար է ինքը հագել, ես իրան առել եմ ուռած հարսի շորի նման շոր, հետո առել եմ դրա հետ երկար ման եմ եկել կոշիկներ, գլխար։ Գեղեցիկ զգեստն իհարկե կարևոր դետալ է, սակայն որպեսզի փոքրիկի առաջին ծննդյան տոնակատարությունն անմոռանալի անցնի, նրա մայրիկը շատ հստակ խնդիր դրեց իր առաջ՝ տոնի վերածել ամբողջ օրը, սկսած այն պահից, երբ առավոտյան դստրիկը կբացի իր աչուկները։ Սկսվեց օրը նրանով, որ ես սկսեցի իր համար երգել Happy Birthday-ը, համոն կողքս քնած էր, ինքը մեր հետ է քնում, մեր մեջտեղում։ Ինքը սկսեց ծափ տալ, բայց չէր հասկանում ինչա, հետո տեսավ փուչիկները, որովհետև ինքը երեք քնած էր, երբ մենք զարդարում էինք իր սենյակը, ու սկսեց ճվճվալ, որովհետև ինքը շատ սիրում է փուչիկ, մենք իրան ամեն օր ենք փուչիկ առնում, բայց այդքան շատ չէ, էլի։ Հետո արթնացավ համոն, ինքն էլ սկսեց երգել, ու այդպես սկսվեց մեր օրը։ Եթե Լիլին թույլ չի տալիս, որ տոնական տրամադրությունն անգամ 1 վայրկյանով վերանա դստեր ծննդյան ամբողջ օրվա ընթացքում, ապա նրա ամուսինն ավելի հեռու է գնացել։ Ծննդյան տոնի վերածելով վերջին 1 ամիսը, օրական 1 խաղալիք, երիտասարդ ամուսնական զույգը շուտով հաստատ կանգնելու է նոր, ավելի մեծ բնակարան ձեռք բերելու խնդրի առաջ։ Մենք հատուկ որևէ նվեր չենք արել, բայց սեպտեմբերի 1-ից ամեն օր ես եմ իրան նվերներ առնում, սկսած գեստներից, տարբեր կոշիկներ, որովհետև փոխվում է, ավելի ցրտում է եւ տենց ամեն օր ես իր համար սիրուն շորիկներ եմ առնում, չնայած ինքը շատ շորիկներ ունի, իսկ իր պապան իրան ամեն օր է նվեր առնում, ամեն աստծուր եւ հետաքրքիր է մեր նվեր առնելու ձևը, այսօր էլ մենք չենք առել իրան նվեր, որովհետև շատ կարեւոր է, որ ինքը ընտրի իր նվերը, ես իրան տանում եմ շատ մեծ խաղալիքների խանութ, չեմ ուզում ամնտալ, որովհետև գովաստ կլինի, ու ինքը մոտեցնում եմ, որ խաղալիքին ինքը ձգում է ձեռքը կամ նայում է, ես հասկանում եմ, որ ինքը դա կուզենար եւ հենց դա եմ առնում իրան, եթե իհարկե կարողանում եմ, որովհետև կան խաղալիքներ, որ ուղղակի չեմ կարող առնել, բայց աշխատում ենք, որ ինքնուրույն լինի եւ ինքը որոշի, թե ինչ է ինքը սիրում, այսինքն իր նախասիրությունների հետ հաշվի ենք նստում հենց առաջի մի ամսեկանից ես այդպես էի անում։ Լավ ռեժիսորը լավ գիտի, թե ինչքան կարևոր են ներկայացման պրեմիերային նախորդող փորձերը։ Ճիշտ նույն սկզբունքով մայր ու աղջիկ մոմերը փչելու տեսարանն են փորձում։ Չէ՞ որ ժամեր անց հոբելյարը նույնը պիտի տասնյակ հանդիսատեսների առաջ կատարի, չի կարելի ձախողել։ Գեղեցիկ ձևավորված բնակարան, թիթիզ շորիկներ, բարձր տրամադրություն ամբողջ օրվա ընթացքում, անակնկալներ ու վերջապես խնջույք։ Լիլին այս պարագայում էլ առաջնորդվել է հայտնի ձևաչափով, տոնակատարությանը հրավիրել է մարդկանց, ովքեր երեխաներ ունեն։ Շատերը ինձ ասում էին, որ մի տարեկան է ինքը չի հասկանալու, բայց ես չեմ մտածում, որ ինքը չի հասկանում, ինքը իր ծնված օրվանից ես իրան տանում էի թատրոն, ես իր համար կարդում եմ գրքեր,
ու կարծում եմ, որ ինքը եթե նույնիսկ չի հասկանում, ինքը հետո իր ասոցիացիաների մեջ այդ ամեն ինչը հիշելու է, ոնց որ ես հիշում եմ, թե ինչ հրաշալի բաներ են արել իմ համար իմ ծնողները, ոնց էին նվագում դաշնամուր, ու ես հիշում եմ այդ ամեն ինչը մանրամասնություններով, հիշում եմ իմ համար գործած իմ զգեստները, որ գործում էր տատիկս գնդիկներով, այսպես, ու կարծում եմ, որ ինքը անպայման հիշելու է, եւ նույնիսկ եթե չհիշի, եթե այսօր ինքը մի քանի անգամ ժպտա, ուրեմն իր ծնունդը արդեն ստացվել է։ Վերջ, էլ ոչ մի հարց ու միջամտություն, նրանք ուշանում են։ Ճիշտ է, այս հեքիաթում հայրիկի ավտոմեքենան կեսգիշերից հետո դդմի չի վերածվի, բայց հյուրերին սպասեցնելը գեղեցիկ չէ։